Կառավարությունը խոստացել էր, որ եկող տարվա համար միջին կենսաթոշակը կհասնի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձն էլ պետք է դառնար 85,000 դրամ։ Միջին կենսաթոշակն այսօր 50,000 դրամ է, եթե հաջորդ տարի ըստ падգամավորի հետ վերադարձը 6,000 դրամից դառնա 10,000 դրամ, միջին կենսաթոշակառուն կարող է ստանալ մինչև 55-ից 56,000 դրամ։ Այսօր արդեն առաջին 9 ամիսների տվյալներով 82,000-ը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Տեսեք ինչքան ահռելի է տարբերությունը։ Ձեր խոստումը չեք կատարել, որովհետև ի սկզբանե դա պոպուլիստական էր եւ նպատակը քաղաքացու մոտ 700,000 քաղաքացու է վերաբերում իրանց քվեն ստանալն էր, թե տնտեսական այս աճերը, որ ներկայացնում եք, դրանք իրական չեն, նկարված են, հետեւաբար հնարավոր չի նաև այդ սոցիալական խոստումը կատարել։ Երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուն հայտնեց, թե այդ հարցին պատասխանելը իր համար դժվար է եւ որ դրա հասցեատեր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է։ Ես կարող եմ ասել, թե ինչ սկզբունքներ են դրված մեր բյուջեի պլանավորման հիմքում, որովհետեւ այստեղ կարևորը ֆիսկալ կայունության ապահովումն է, որը վերաբերվում է թե պարտքին եւ թե մեր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ տարբեր ոլորտների գերակայությունները եւ առաջնահերթությունները հաշվի առնելով ենք մենք ի վերջո հանգում այն փաստաթղթին, որը ներկայացրել ենք ազգային ժողով։ Այնուամենայնիվ, պատասխանելով հարցին ֆինանսների նախարարը հայտնեց, թե ով էլ առաջարկեր բարձրացնել միջին կենսաթոշակը, դարձնելով այն պարենային զամբյուղին համարժեք, դա որոշակի անկայունություն կբերեր ֆիսկալ միջավայրում, ինչն ըստ ֆինանսների նախարարի սխալ քաղաքականություն է։ Եվ հենց այդ նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ թոշակը ստանային, վստահ եմ ավելի վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով, քան դրանից առաջ։ Ընդդիմադիր падգամավորը հայտնեց, թե կառավարությունը հաճախակի հայտարարում է, որ տնտեսությունն աճում է ծրագրածի չափ, սակայն հանրության 40% ամենաանապահով խավերին տված խոստումները ամբողջությամբ չի կատարում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։